Ես կլսնեմ շատ շնորհակալություն։ Սկսեմ արտաշճանից։ Ուրեմն, ինչպես գիտեք, այսօր պիտի խոսենք երազանքների մասին։ Ընդհանրապես երազանքները շատ կարևոր են մարդու համար եւ մարդու եւ յուրաքանչյուր խմբի համար երազանքներ ունենալը դրանք դա պարտադիր պայման է, ինչու, որովհետեւ երազանքները ըստ էության մեր համար ամենանախընտրելի ապագայի տարբերակն է։ Եվ մեզնից յուրաքանչյուրը որ տարիքում էլ լինի, ինչ իրավիճակում էլ լինի, ինքը տարբեր երազանքներ ունի որևէ իրադրության հանգուցալուծման կամ որևէ շնորհի ստացման, եւ ինչն է հետաքրքիր, որ ինչով ենք մենք տարբերում երազանքները նպատակներից, որ նպատակները նպատակ բառը ասելիս մենք ենթադրում ենք, որ ինչ-որ իրական հիմք կա, հաշվարկ կա այդ նպատակների մեջ, բայց երազանքները հաճախ կարող են առանց որևէ իրականության հետ առնչության լինել։ Ու երազանքները իհարկե քրիստոնեական վաղ եկեղեցուց սկսած ամենակարևոր մասերից են եղել եւ տարբեր ձևերով են արտահայտվել այդ երազանքները մարդկանց կյանքում։ Ուրեմն քրիստոնյաների ամենավաղ երազանքը եղել է Քրիստոսի երկրորդ գալուստը, շուտափույթ երկրորդ գալուստը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Ու այս երազանքը այնքան մեծ է եղել, որ նախ վաղ եկեղեցու քրիստոնյաներ ուրիշ ոչինչով չեն զբաղվել։ Սպասել են միայն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Պատկերացրեք մի պահ ձեզ, որ գիտեք, որ շատ շուտով հաստատվելու է Տիրոջ արքայությունը, գալու է Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ, ու ինչ-որ մեկը գալիս է ու ձեր հետ խոսում, ասենք, տան հիպոթեքի մասին, նոր iPhone ունենալու մասին, նոր կոշիկներ ունենալու մասին։ Միանշանակ չի կարող Քրիստոսի երկրորդ գալստյան հավատքի ներքո կարևորություն ունենալ տան հիպոթեկը, նոր սարքավորումը կամ առհասարակ արտաքինի մասին հոգ տանելը եւ այլն եւ այլն։ Եվ վաղ եկեղեցում է սպասում այնքան մեծ էր, որ մարդիկ անգամ որևէ նախաձեռնություն չէին ունենում, այլապես նպատակ չէին դնում, որովհետեւ սպասում էին, որ Հիսուս Քրիստոս պիտի գա։ Եվ ինչպես որ հաճախ երազանքների դեպքում լինում է, մեծ երազանքներին հաջորդում են միշտ մեծ հիասթափությունները, որովհետև վաղ քրիստոնյաները այդպես էլ սպասեցին ու չտեսան Քրիստոսի երկրորդ գալուստը։ Եվ Պողոս առաքյալը ըստ էության փորձում էր բանականության ձայնը լինել, հատկապես Թեսաղոնիկեցիներին իր ուղղված նամակում, հասկացնելու համար, որ Քրիստոսի երկրորդ գալուստը Տիրոջ ողորմության ու արդարության գաղափարի կարևոր մի մասնիկն է։ Այսինքն Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի լինի այն ժամանակ, երբ որ այլևս սպառված լինեն բոլոր տարբերակները մարդկանց ինքնակատարելագործման, ինքնափոփոխության։ Այսինքն Աստծո ֆիզիկական ներկայությունը մարդկանց մեջ դա վիրահատական միջամտություն է մարդկության կյանքում։ Տեսեք, շատ ժամանակ մտածում են, թե ասում են, օրինակ ինչի է պետք, որ Աստված մարմնանար մարդկանց փրկության համար։ Աստծո մարմնացումը պետք էր, որովհետև այն մարգարեները, այն մարդիկ, ովքեր ուղարկվում էին մարդկանց քարոզելու, ըստ էության ցանկալի արդյունքը չէին տալի։ Իսկ ո՞րն էր ցանկալի արդյունքը նոր մարդ ունենալու։ Այսինքն մեղքը այդպիսով չէր կտրվում մարդկանց կյանքից, այլ շարունակում էր իր գոյությունը տարբեր ձևերով։ Ու որն է ամենամեծ վտանգը այս հիասթափության, որովհետև մենք ստեղծում ենք մեր համար կարծրատիպեր, մեր երազանքները անպայմանորեն ձևավորում են մեր մեջ տարբեր կարծրատիպեր, եւ մենք սկսում ենք մեր իրականությունը փորձել համեմատել այդ կարծրատիպերի հետ։ Եվ չարը, որ երբեք չի ննջում, այլ մռնչում է առյուծի պես, շատ հաճախ օգտագործելով մեր երազանքները, մեր կարծրատիպերը, մեզ տալիս է կարծիք, թե մենք հիմա ապրում ենք այն կարևոր իրադարձությունը, որը մենք երազում ենք, բայց իրականում դա ավազի վրա կառուցված տուն է, որովհետև շատ շուտ քանդվում է։ Դրա համար, սիրելիներս, Քրիստոս
մեր հոգևոր կյանքի մասին խոսալու զուգահեռ նաև խոսում է մեր ցանկությունների մասին։ Տեսեք, Տերը ասում է նախ եւ առաջ փնտրեք երկնքի արքայությունը։ Այսինքն Աստված մեզ տալիս է երազանքների կարևոր արժեքային այդ լիստը, հա։ Այսինքն մենք մեզնից յուրաքանչյուրը պետք է իր մեջ ընկալի, թե ինչ երազանքներ ինքը պետք է ունենա։ Ուրեմն եկեք մի բան մեր կյանքին նայենք։ Ես շատ հաճախ երեխաների հետ շփվելուց ու խոսելուց ես հետաքրքրում եմ, թե իրենք ինչ են ուզում, որն է իրենց երազանքը։ Ու հենց երեք մի հետաքրքիր դեպք եղավ, մի երեխա ես այդ նույն հարցը տվեցինք, ասեց ես խաղաղություն եմ ուզում։ Ես ասեցի լավ, իսկ քո համար դու ինչ ես ուզում։ Ասես լիքը խաղալիքներ եմ ուզում, մորոժնի եմ ուզում, ես եմ ուզում, եմ ուզում։ Ուրեմն տեսեք, ինչ կարևոր խնդիր կա։ Ընդհանրապես մեր երազանքների մեծամասնությունը ձևավորվում են հասարակության ազդեցության ներքո, որովհետև լավի ու վատի մասին պատկերացումը մենք քաղում ենք շրջապատից։ Շատ ժամանակ մեր շրջապատն է մեզ թելադրում, թե ինչն է լավ, ինչն է վատ։ Եվ ստեղ մենք տեսնում ենք անմիջական կապը մեր երազանքների, մեր արժեհամակարգի եւ Աստծո կենդանի ներգործության մեր կյանքից ներս։ Որովհետև ըստ էության, տեսեք, այն ինչ ընդունված է լավ համարել, իրենք այդ ամեն ինչը միշտ չէ որ լավ է։ Չէ՞ օրինակ հարստությունը աշխարհի համար ընդունված է ընկալել լավ։ Չնայած նրան, որ մարդկանց մեծամասնությունը, բացարձակ մեծամասնությունը ատում է հարուստ մարդկանց, ու զուտ նրա համար, որովհետև իրանք հարուստ են, ու իրոք ատում են այդ մարդկանց, միևնույն ժամանակ այդ ատող մարդիկ իրենք երբեք դեմ չէին լինի այդ նույն հարստությունը ունենալ։ Եվ տեսեք, մաղթանքների մեջ էլ, երբ որ մաղթանք են տալիս մարդկանց աշխարհիկ միջավայրում, ամենահաճախ հնչող մաղթանքները որն են, ինձ թվում է դելֆինարիում են, չէ՞, ասես դելֆինների ձևեր են գալիս։ Ամենահաճախ հնչող մաղթանքները որն են, առողջություն, հաջողություն, փող, չէ՞։ Սրանք ամենահաճախ տրվող մաղթանքներն են։ Եվ երազանքներն էլ ձևավորվում են այս հասկացողությունների ներքո։ Բայց եթե մենք բացենք մի քիչ այս հասկացողությունները, թե մենք ինչ ենք հասկանում առողջության, հաջողության ու նյութական բարեկեցության, տակ, ըստ էության գիտեք, որ առողջ մարդը այն մարդն է, ում մոտ հերթով են ինչ-որ բաները ցավում, հա։ Երբ է մարդը հիվանդ, երբ որ ինքը արթնանում է, ամեն ինչ միանգամից ցավում է։ Ուրեմն առողջությունը չի կարա լինի կատարյալ, հա, միշտ մարդը հիվանդություն ունի, միշտ որևէ մարդ, որևէ տկարություն իր մեջ ունի։ Եվ ուրեմն առողջությունը սա ընդհանրապես կենսագործունեություն ծավալելու, կենսագործունեությունը մարդու բնականում ընթացքի մեջ դնելու մի հատ իրավիճակ է, հա։ Եվ շատ ժամանակ մարդիկ խոսում են, որ միայն առողջ լինելով է, որ կարելի է ասենք ինչ-որ լավ գործ անել, լավ բան անել։ Բայց տեսեք, մենք շատ մարդիկ ունենք, որոնք ըստ էության առողջական մեծ խնդիրներ ունեն, բայց շատ լավ բաներ են կարողանում անել մարդկանց համար։ Ուրեմն առողջությունը ոչ թե հասարակության համար, այլ մարդու անձի ինքնազգացողության համար։ Իսկ ինչ ենք հասկանում մենք հաջողություն ասելուց։ Ես ճիշտ ասած այս խոսակցությունը, թե ինչ ենք հասկանում հաջողություն ասելուց, ամենալավը ընկալել եմ այդ բառը բանտում, բանտարկյալի հետ խոսելուց։ Որտեղ երբ որ ես հարցրեցի, թե ինքը ասեց Աստված հաջողություն լինի, ես հարցրեցի ինչ ես հասկանում դու հաջողություն ասելուց, պարզվեց, որ բանտարկյալը հաջողություն հասկանում է, որ ինքը գողություն անի ու չբռնվի այդ գողության մեջ, հա։ Դա ամենամեծ հաջողությունն է համարում մարդու համար։ Բանտում է, լավ։ Եվ այո։ Հա։ Եվ ինչ ենք մենք, եւ մենք էլ առհասարակ, մենք երբ որ ասում ենք հաջողություն, մենք ինչ ենք ուզում, մենք ոչ թե ուզում ենք սխալներ քիչ անենք կամ չանենք, մենք ուզում ենք այդ սխալների հետևանքը չկրենք ուղղակի։ Եվ տեսեք, ըստ էության մենք հիմա խոսում ենք շատ պարզ մարդկային բաների մասին, որոնք ամեն մեկիս
կյանքում կան, բայց իրականում այս պարզ մարդկային բաները բխում են մի շատ կարևոր գաղափարից, թե ընդհանուր մեր կյանքի նպատակը, մեր կյանքի գաղափարը որպես անհատ, որպես հասարակության մաս, որպես պետության քաղաքացի, որպես ընտանիքի մի անդամ, ուր է գնում, ինչ ենք մենք ուզում։ Եվ գիտեք երազանքները ինչ վտանգավոր մի հատկություն ունեն, իրանք միշտ կատարվում են։ Եվ դա երազանքների ամենավտանգավոր հատկանիշն է, որովհետև մենք երբեք դետալները չենք մտածում մեր երազանքների, ու երբ որ այդ երազանքները կատարում են, մենք հասկանում ենք, որ այս այն չէր, ինչ որ մենք ուզում ենք։ Եվ երազանքները կատարվում են շատ հաճախ աշխարհիկ երազանքները, կատարվում են շատ հաճախ ոչ թե Աստծո հոգացության, այլ հենց աշխարհի հոգացության ներքո։ Վստահեցնում եմ ձեզ, որ ձեզնից յուրաքանչյուրը ինչ երազանքել որ ինքը ունենա, եթե շատ աշխատի այդ ուղղությամբ, ինչ որ արդյունքի պիտի անպայման հասնի։ Տեսեք, օրինակ շատ մարդիկ դպրոցականների մեր մեծամասնության հետ եթե դուք խոսաք, շատերը ուզում են շատ փող ունենալ։ Ուրեմն շատ փող կարելի է իհարկե ունենալ, բայց ինչ միջոցով կարելի է այդ փողը ունենալ։ Կարելի է շատ մարդկանց խաբելու միջոցով այդ փողը ունենալ, կարելի է գողության միջոցով այդ փողը ունենալ, տարբեր ձևերով կարելի է ունենալ։ Բայց հետաքրքիրը գիտեք որն է, եւ դա իհարկե կարելի է արդար, շատ տքնաջան աշխատանքի միջոցով այդ փողը ունենալ։ Բայց ամեն մեկը ունի իր հետևանքները։ Գողության, խաբեության դեպքում դու կորցնում ես քո բարոյական դեմքը։ Տքնաջան աշխատանքի դեպքում, հանուն փողի տքնաջան աշխատանքի դեպքում, դու կորցնում ես քո հարազատների հետ ժամանակը, որ դու պիտի անցկացնես։ Ուրեմն սիրելիներս, մեր երազանքները, աշխարհիկ մեր երազանքները մի կարևոր ավետարանական հատվածի են գնում։ Ընտրություն անելու, թե որ տիրոջն ենք մենք ծառայում։ Աստծուն, թե մամոնային։ Որովհետև ինչի համար որ մենք ճգնում ենք, ինչի համար որ մենք տկնում ենք, մեր վարձը հենց այդ էլ լինելու է։ Տեսեք Հիսուս Քրիստոսը ասում է զգուշացեք այն մարդկանցից, չէ, ովքեր բացահայտ բարեգործություն են անում ցույց տալու համար, նկարում են եւ այլն եւ այլն։ Եվ ասում է այդ իսկ է նրանց վարձը։ Ուրեմն եւ իրոք, երբ որ մարդը բարեգործություն է անում, ինչ-որ լավ բան է անում, ու մարդիկ նկարում են լայնորեն լուսաբանվում է, շատ մարդիկ ասում են, ինչ լավ է, որ սմարթը արեց, գնահատում են իրան եւ այլն։ Տարբեր կոչումներ ու անուններ են տալիս, բարեգործ, բարերար, ֆիլանտրոպ, չգիտեմ եւ այլն, այսինքն հումանիստ, տարբեր այս անունները տալիս են, բայց իր վարձը այդքանով են սահմանափակվում այդ մարդուն։ Բայց մի ուրիշ կողմն էլ կա, հասկանում եք, ես խոսում եմ բացարձակ դեպքերի մասին, բայց դատողությունը թե սմարթը անուն ինչի անում, այդ միայն Աստված գիտի։ Այսինքն մեզնից ոչ մեկ չի կարող ասել, որ եթե սմարթը մի բան արեց ու այդ լուսաբանվեց, ուրեմն ինքը անպայման անում էր նրա համար, որ դա լուսաբանվի։ Մենք հակառակը որպես քրիստոնյաներ հակված ենք մտածելու, որ յուրաքանչյուր մարդ անում է դա անուն Հիսուս Քրիստոսի սիրով, որովհետև մեր երազանքները ձևավորելու ամենակարևոր պայմաններից մեկն էլ նա է, որ մենք պետք է մարդկանց մոտենանք սիրով, հա։ Տեսեք, երբ որ մենք մի մարդու մասին լսում ենք, մանավանդ եթե գիտենք օրինակ, որ ինքը մեր որևէ գաղափարի հակընդդեմ գաղափար ունի, մենք արդեն նախատրամադրվում ենք չսիրել այդ մարդուն։ Բայց Հիսուս Քրիստոս մեզ ասում է, որ անկախ ամեն ինչից մարդուն պետք է մոտենալ սիրով եւ պետք է իրոք սիրել այդ մարդուն։ Ու սիրելիներս, երբ որ մենք այս մի փոքրիկ մտածումներ ունեցանք ընդհանուր մարդկության, հա, մարդ անհատների երազանքների ու նպատակների մասին, կուզեի մի քիչ խոսենք մենք եկեղեցու երազանքների մասին։ Ուրեմն, քանի որ եկեղեցում եղող մարդիկ իրանք միշտ sense օթերի մեջ մարդիկ են, հա, լինում, ոչ այս աշխարհից մարդիկ են լինում։ Իրանք բնականաբար շատ երազգոտ մարդիկ են լինում, շատ տարբեր երազներ ունեն։ Իսկ երբ որ երազգոտ մի քանի մարդկանց իրար կողք ես հավաքում, ստացվում է sense անիրականանալի երազանքների մի մեծ փունջ, մի մեծ բույլ։ Եվ ինչ մի մեծ խնդիր էլ կա, որ այդ երազանքների մասին, երբ որ շատ են խոսում մարդիկ, թվում է, որ այդ երազանքներն են իրականությունը։ Ու մարդիկ սկսում են ապրել այդ երազանքների մեջ, մոռանալով,
իրական կյանքը, հա։ Ու դրա համար մեր հոգևոր կյանքում մենք մի հատ մեծ անջրպետ ունենք։ Մենք մի հատ ունենք եկեղեցու իդեալ, ու ունենք էլ ինչ ունենք եկեղեցում, հա։ Ունենք մի տեղ, որտեղ բոլորը հավատում են, բոլորը սիրում են իրար, ոչ մեկին չի բրդում, ոչ մեկին բադ բան չի ասում, ունենք այդ իդեալը, բայց իրականում երբ որ մտնում ենք եկեղեցի, տեսնում ենք լրիվ դրա հակառակ բանը, հա, մարդիկ բրդելով, հայոյելով, փնթփնթալով եւ այլն, այս ձևով են ապրում։ Եվ ըստ էության եկեղեցական կանոնները եւ եկեղեցական օրենքները ստեղծվել են նրա համար, որովհետեւ քրիստոնյաների երազանքները չեն կատարվել, որովհետեւ քրիստոնյաները ունեին երազանքներ, որը տենց էլ երազանք մնաց այդ ամեն ինչը։ Եվ ինչն էր սրա ամենամեծ խնդիրը, որ քրիստոնյաների երազանքները երազանքել մնացին, ամենամեծ խնդիրը այն տոներն էր, որ տոներն են նաև, որ տոնում ենք մենք քրիստոնյաներս, որովհետև վերջի վերջո ինչ տոն մենք տոնում ենք, մենք դրա վրա ենք հենց կարևորություն դնում։ Տեսեք մեր ժողովրդի կողմից ամենասիրված եկեղեցական տոները որոնք են։ Սուրբ Զատիկը, Ծաղկազարդը, Սուրբ Ծնունդը, Պայծառակերպությունը, Խաղ օրհնեքը, սրանք եւ Տիառն Ընդառաջը։ Սրանք մեր ժողովրդի մեջ ամենամեծ տարածում ունեցող եւ սրբոց տոներից Սուրբ Սարգսի տոնն է նաեւ որ լայնորեն տոնվում է։ Սրանք մեր ժողովրդի կողմից լայնորեն ընկալվող, տոնվող, հա, կարևոր տոներն են։ Օրինակ ինչ ընդհանրություն կա այս բոլոր տոների մեջ, հա, տերունական այս բոլոր տոների մեջ, ինչ ընդհանրություն կա։ Սիրո արկայություն։ Չէ, սիրո արկայությունը ամեն տեղ կա, բայց ամենամեծ ընդհանրությունը այս տոների մեջ այնա, որտեղ որ այս տոներից որևէ մեկի մեջ մարդու ինքնակնդադատություն չկա, հա, Աստված է իր զորությամբ, բոլոր այս տոների մեջ։ Միտեղ Աստված ծնվում է, միտեղ Աստված հարություն է առնում, միտեղ Աստված պայծառակերպվում է, միտեղ Աստված տաճար է ընծայվում։ Կարող եմ բացենք տոտը արդեն դարձել եք Ժողովուրդ դուք պետք է այդ որոշեք։ Դուրը, իսկ դուրը բացեք կարող եմ։ Եկեք դուրը բացենք։ Եկեք դուրը բացենք։ Հա, մենք կարանք հետագայում այնտեղ գնանք, հա, ավելի մեծ դահլիճում կարանք գնանք այնտեղ։ Ուրեմն, եթե ուզեք մի բան կարաս պաուզա տաս արտով։ Պաուզա անում, հա, դա։ Հա։ Լավ, ուզում եք, եթե ուզում եք, մենք տեղափոխվենք այնտեղ։ Լավ, եկեք դե ուրեմն տեղափոխվենք այնտեղ, որ հարմար լինի բոլորին։ Անստացա ընկեր է։ Չէ, բայց Չէ, միսին նկատում եմ, միսին Սվետ ջան, բանալին կտաս մի հատ։ Մեր բանը ռեալ կյանքից արտահայտել։ Ժորժ ջան, նստեք, սենց կողքերով նստեք, որ
Ժորժան, խնդրեմ, նստեք շարունակենք։ Լավ, կարծեմ։ Ուրեմն մինչ մեր մեծ տեղափոխությունը, մեծ միգրացիան, ուրեմն մենք խոսում էինք տոների մասին, հա, թե ինչու են հատկապես այս լավ թող նստեն մարդիկ։ Ժորժան, ընդեղ ինձ լսում եք, չէ՞ տեղ։ Լսում եք։ Դավիթ Ջամշի հետ։ Ուրեմն ինչի ենք մենք հենց այս տոները տոնում, ինչի են հենց այս տոները մեր եկեղեցու հավատացյալների մեծամասնության կողմից շատ սիրված։ Որովհետև այս տոների մեջ ամենամեծ առանձնահատկությունը այն է, որ մարդը ստեղ չի քննադատվում ընդհանրապես։ Որովհետև երբ որ դու գալիս ես Սուրբ Հարության տոնին կամ Սուրբ Ծննդի տոնին, դու Աստծուց նվեր ընդունող մեկն ես, հա? Ու ոչ մի պարտավորություն չունես դրա համար։ Բայց գիտեք, մենք ավագ շաբաթվա մեջ նաև հիշատակում ենք օրինակ այն դեպքը, երբ որ Քրիստոս խարազանով վաճառականներին հանում էր։ Բայց ոչ մեկ չի սիրում այդ տոնը, հա, չի հիշում այդ ամեն ինչը։ Քրիստոս նաև չեն հիշում այն հատվածները ավետարանի, որտեղ Քրիստոս ասում է իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց այս ամեն ինչը անել։ Ուրեմն սիրելիներս, ժողովրդական ընկալման մեջ եկեղեցու երազանքների կարևոր ցուցիչներից մեկը նա է, թե ինչ տիպի, ինչ կերպ են Աստծուն մարդիկ ընկալում։ Որովհետև մարդկանց մեծամասնությունը Աստծո մասին մտածելիս մտածում են, որ Աստված միշտ ոչ մի վատ բան չտեսնող եւ միայն լավ բաները տեսնող Աստված է, հա, որից կարելի է անընդհատ պահանջել ու երբեք ոչ մի բան պարտավոր չլինել տալու։ Եվ Աստծո մասին այս կերպարը, այս պատկերը, որ ստեղծվում է մեր մեջ, մեզ մղում է անտարբերության, ընդհանուր առմամբ մեր կյանքի նկատմամբ անտարբերության, որովհետև պատկերացրեք յուրաքանչյուրը ձեր ընտանիքում ընտանիքի հայր, որը բոլորին միշտ ամեն ինչ պարտավոր է ու ոչ մեկ այդ հորը ոչ մի բան չպիտի տա, հա, պարզ էմոցիոնալ առումով եմ ասում, ջերմության առումով եմ ասում։ Եվ ուրեմն ամենաքիչ բանը, որ կարա լինի այս ընտանիքում, հարաբերությունների խզումն է, իսկ ամենաահավոր բանը, որ կարա լինի այս ընտանիքում, հայրը կթողի կգնա այդ ընտանիքից։ Ուրեմն սիրելիներս, երբ որ մեր այս հարաբերությունների խզումից հայրը գնում է, հա, ընդեղից, որտեղ մենք ասում ենք սա քո տունն է, արի ու բնակվի ստեղ, մենք սկսում ենք երազել, որ հայրը լինի մեր հետ։ Եվ այդ մեր երազանքի մեջ մենք էլի շարունակում ենք միևնույն սկզբունքով ապրել։ Բոլորիս պարտավոր է Աստված, մենք Աստծուն ոչինչ պարտավոր չենք։ Մենք հանուն Աստծո ոչինչ պիտի չանենք։ Եվ վերջի վերջո, տեսեք, ինչպես են երեխաները, չէ՞, օրինակ մտածում են, որ իրենք լավ պետք է դպրոցում սովորեն, որպեսզի մաման ու պապան ուրախանան, չէ՞։ Բայց իրականում մամայի, պապայի համար չեն սովորում վերջի վերջո երեխաները, իրենց համար են սովորում։ Նույն ձեր սիրելիներս քրիստոնյայի կյանքը նախ եւ առաջ քրիստոնյայի փրկության համար է, ոչ թե Աստծո։ Եվ մեր ազգային ամենակարևոր խնդիրներից մեկը հենց այս երազանքների ճշտումն է, թե ինչ ենք մենք երազում։ Մենք ազգովի ինչ ենք երազում։ Օրինակ մենք երազում ենք ծովից ծով Հայաստանի մասին։ Ինչ պիտի տա մեզ ծովից ծով Հայաստանը։ Ինչ պիտի տա մեզ ծովից ծով Հայաստանը, որ մենք չենք կարող ունենալ ստեղ։ Վերջի վերջո մենք շատ փոքրիկ Հայաստան ունենք, բայց այդ շատ փոքրիկ Հայաստանի 50%-ը դատարկ է ամբողջությամբ։ Իսկ լիքը մասերն էլ, որ կան անմխիթար վիճակում են։
Ինչի, որովհետև մեր որևէ երազանքի մեջ մենք մեր պարտավորությունը չենք տեսնում։ Որևէ մեր երազանքի մեջ մենք մեր քայլերը չենք տեսնում։ Ուրեմն ինչպես որ մեր հոգևոր կյանքում մենք չենք կարող ավելի լավը դառնալ, եթե մենք չջանանք դրա համար։ Մենք չենք կարող Աստծուն ավելի մոտ լինել, եթե մենք չքայլենք դեպի Աստված։ Մենք չենք կարող Աստծո խոսքը իմանալ, եթե մենք Աստվածաշունչ չբացենք ու չկարդանք։ Մենք չենք կարող աճել, եթե ճգնաժամ չլինի մեր մեջ, եթե խնդիրներ մենք չհաղթահարենք մեր մեջ։ Ուրեմն սիրելիները շատ հաճախ մեր երազանքները մեր ծուլության արդարացումն են ըստ էության։ Տեսեք, մեր հայրերը երկու կարևոր մեղք են նշում մարդու հոգու կործանման մեջ՝ հպարտությունը եւ ծուլությունը։ Եվ սրանք իրականում այն մեղքերն են, որոնք մեզ արգելում են գործել, որոնք մեզ արգելում են ապրել։ Տեսեք, պատահական չի, որ Հիսուս Քրիստոս ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը»։ Օրինակ, ինչով է տարբերվում մեռած կենդանին, հա, մեռած օրինակ եղնիկը կենդանի եղնիկից։ Ամենակիչը նրանով, որ կենդանի եղնիկը շարժվում է գոնե։ Մեռած եղնիկը ոնց կա, տենց էլ մնում է։ Ու իրականում բնության օրենքների ընկալումով մեռած եղնիկը ամենահարմար կենդանին է, որովհետև ինքը ոչ մի հակադրության մեջ չի մտնում բնության հետ։ Հա, թեկուզ սկսած նրանից, որ իր սմբակներով չի պնդացնում են հողը, որտեղ պիտի բույս աճեր։ Ուրեմն ինքը ոչ մի ձևով չի խանգարում այս ամեն ինչին։ Եվ նույն ձևի սիրելիներս մարդը մեռնում է այն ժամանակ, երբ որ սկսում է այլևս չգործել։ Մարդը մեռնում է այն ժամանակ, երբ որ մտածում է, որ իր կյանքում ինքը պիտի ոչինչ չանի ու Աստված պիտի գա իր տեղը ապրի։ Ուրեմն յուրաքանչյուր մեզնից մեկը, ով ապրում է, ուրեմն Աստծոց այդ շնորհը ունի գործելու հանուն այն երազանքի, որ Աստված է մեզ ասում, որ պիտի ունենանք, արքայության, Աստծո լիակատար ներկայության մեր մեջ։ Ուրեմն սիրելիներս, մենք պիտի զգուշ լինենք, թե ինչ ենք մենք տոնում, ինչն ենք մենք կարևորում մեր կյանքում, ու զգուշ լինենք, թե ինչ գաղափարներ ենք դնում մեր ամեն գործողության տակ։ Որովհետև շատ ժամանակ, հավատացեք, ինչ որ մեկին, ինչ որ մի բան տալը կարելի է ավելի շատ վնասի նրան, քան թե օգնի։ Եվ այս նույն հոգացու սկզբունքով է, որ Աստված մեր հետ գործում է։ Դուք պատկերացնում եք յուրաքանչյուր աղոթք, որ մենք ասենք, հենց այդ պահին լիներ։ Մենք ուղղակի խեղդվեինք այդ ամեն ինչի մեջ։ Մենք ուղղակի չէինք Անի բնակիչներին ասել էին, ինչ եք կարծում, մարդկությունը կարողացել է հաղթահարել սովը։ Եվ հետաքրքիր է, որ Մանհեթենի բնակիչների 90%-ը համարյա որ ասել են այո, մենք կարծում ենք, որ այլևս երկրագնդի վրա սով չկա։ Բայց հավատացեք, հենց հիմա, երբ որ մենք խոսում ենք, մոտավորապես մի րոպեում 1000-ից ավել մարդ մահանում է ուղղակի սովից։ Ուղղակի ոչ մի բան ուտել չունենալուց։ Եվ ինչի մենք ունենք այս իրավիճակը, ինչի մենք ունենք այս երկիր մոլորակը, այս պետությունը, ինչի մենք ունենք, որովհետև մեզնից յուրաքանչյուրը չի առերեսվում այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, չի տեսնում Աստծո ներգործությունը այդ իրականության մեջ, գնում է մեդիա երևակայական դաշտ եւ սկսում է այնտեղ ապրել։ Եվ իր առաջ Սերվանտեսի Դոն Կիշոտը հանճարեղ ստեղծագործություն է այդ առումով, որովհետև ինչպես որ Դոն Կիշոտն էր հողմաղացների դեմ կռվում, հա, նույն կերպ եւ մենք ստեղծում ենք մեր համար հրեշներ եւ կռվում ենք այդ հրեշների դեմ։ Եվ այդ հրեշները տարբեր բաներ են լինում, գիտեք, ինչ որ Երևանում ինչ որ այգի, որի ասենք պահպանությունը համարում է, չգիտեմ, ամենաառաջնային հարցը։ Ասենք ոչինչ, որ շատ մարդիկ հիվանդությունից ու սովից մեռնում են, մենք դա առաջնային արժ չենք համարում, մեր արժեքային համակարգի անկումը առաջնային արժ չենք համարում, ու սկսում ենք առաջնային համարել իրականում հարցեր, որոնք առաջնային չեն։
Ինչի, որովհետև դրանք չեն կարող մեզ ավելի լավը դարձնել։ Դուք տեսել եք մի այգի, որը մարդուն ավելի լավն է դարձրել։ Ես չեմ ասում, որ այգիները լավ կարևոր չեն, բայց մենք մեր կյանքի մեջ, մեր երազանքների մեջ պիտի կարողանանք այս առաջնահերթությունները։ Աստծո հետ մեր շփումում մենք պիտի կարողանանք զանազանել կարևորը անկարևորից։ Եվ ամենակարևոր բանը, որ քրիստոնյան կարող է անել, դա մերձավորին սիրելն է։ Որովհետև վերջի վերջո, սիրելիներս, ինչ էլ մենք անենք, Սուրբ Գիրքը անգիր իմանանք, բոլոր հայրերին անգիր իմանանք, ժամերգություններին ամեն մեկին 3 անգամ մասնակցենք, չգիտեմ, 9 ժամերգությունա մենք 16-ին մասնակցենք, չգիտեմ, պատարակներին, ինչ ասեմ, սենց ականջ եղած լինենք, բոլոր տեքստերը անգիր սովորենք, ոչ մի բան է, եթե մենք չենք կարողանում մեր դիմացին սիրել։ Ուրեմն ամենակարևոր բանը, ամենակարևոր առաջնահերթությունը քրիստոնյայի իր մերձավորին սիրելու կարողության մեջ է։ Ու ըստ էության Աստծո երազանքը մարդու նկատմամբ հենց այնա, որ մարդիկ կարողանան սիրել իրար։ Ինչի, որովհետև Աստված սիրեց մեզ։ Վերջի վերջո, եթե Աստված սիրում է մեկին, ուրեմն հիմա մենք լավ գիտենք այս մարդու մեջ սիրելու բան կա, թե Աստված։ Եվ եթե Աստված սիրում է այդ մարդուն, ուրեմն մենք էլ պիտի սիրենք իրան թեկուզ նրա համար, որ Աստված սիրում է։ Ու այս գիտեք մի հետաքրքիր բան կա, օրեր առաջ ես մի շատ հայտնի մարդու զավակի հետ էի խոսում, մահացել է այդ մարդը, ու ես տարիքով էր այդ մարդը, մենք շատ հաճախ խոսում էինք իր այդ Կաֆկայի մասին, գրող Կաֆկայի, իմ սիրելի չնայած իր պեսիմիզմի, բայց իմ սիրելի գրողներից մեկն է Կաֆկան, ու իր զավակն էլ էր սկսել հետաքրքրվել դրանով, չնայած երբեք ինքը չէր ընդհանրապես գրականության հետ առնչություն չուներ, ու ես հարցեցի, բա ո՞նց է սկսել ես կարդալ, ասում դե որտեվ պապան էր սիրում այս։ Ուրեմն մենք շատ ժամանակ սիրում ենք այն, ինչ սիրում են մեր ծնողները։ Ու սիրում ենք նրա համար, որովհետև իրանք ինչ-որ բան են գտել դրա մեջ։ Ուրեմն սիրելիներս, եթե մեր երկնավոր հայրն է սիրում բոլորին, ուրեմն մենք էլ պիտի գոնե փորձենք մարդկանց սիրել։ Ուրեմն, երբ որ պատարակի կլինեք, երբ որ պատարակի չլինեք, դուրսը լինեք, ու մտածեք, որ դուք քրիստոնյա եք, հիշեք, որ այդ քրիստոնյա լինել մտածելուց հետո չպիտի հիշեք հարևանին, ասենք, որ ձեզ ինչ-որ նեղություն ա տվել, հայոյեք իրան մտքի մեջ։ Հիշեք, որ ձեր սերն է, որ Աստծո ներկայությունը ավելացնում է մարդկանց մեջ։ Ու եթե դուք կարողանաք սիրել ձեր մերձավորին, ձեր դիմացինին, մենք լրիվ ուրիշ երկրում կապրենք, լրիվ ուրիշ աշխարհում կապրենք։ Եվ եկեք մեր երազանքները այս ուղղությամբ լինեն, որովհետև մնացած ամեն ինչը, ինչ էլ որ մենք երազենք, հավատացեք ունենալուց հետո մեզ ոչ մի երջանկություն չեն բերել դրանք։ Ու ես մի երեխա կար, որ մեր բակում էր, երեխան փոքր ժամանակվանից երազում էր մեքենա ունենալու մասին, փոքր տարիքից, և ինքը ունեցավ մեքենա։ Ես մի անգամ իրան հարցրեցի, ասեցի, դու հիմա քեզ բավարարված ես զգում, ասեց չի, արդեն համը դուրս եկավ դրանից, որովհետև շատ ժամանակ, երբ որ մենք մի բան շատ ենք երազում, մենք այնքան ենք ավելացնում այդ երազանքը, որ մտածում ենք, որ դա այդ երանությունն է, ամենակարևոր բանն է, բայց իրական ամենակարևոր բանը Աստծո հետ միացած լինելն է։ Տեսեք անգամ ազգային երազանքներում։ Օրինակ, հիմա տեսեք Արարատ լեռը մեր ազգային երազանքներից մեկն է, չէ՞։ Շատ կարևոր նպատակ է դա։ Բայց ինչ մենք պետք է անենք Արարատ լեռան հետ, երբ որ նա մերը դառնա։ Ինչ պետք է մենք անենք։ Մենք չենք պատկերացնում, չէ՞, որ ասում ենք Արարատ լեռը մերը լինի, մենք չենք պատկերացնում, չէ՞, որ պիտի գնանք այնտեղ 4 հատ սրճարան սարքենք, 5 հատ հյուրանոց ու դրանով ասենք մերն է։ Ուրեմն, գիտեք ամենամեծ խնդիրը որն է, երբ որ երազանքները ընդհանուր արժեհամակարգից կտրվում են ու դառնում են զուտ նյութական ընկալումներ։
Ուրեմն երազանքները պետք է լինեն ամենակարևոր արժե համակարգի արտահայտումը։ Այսինքն մենք օրինակ իմ երազանքը մեր ժողովրդի հետ կապված միատար մի մտքով, մի խոսքով, մի սրտով ժողովուրդ տեսնելն է, որովհետև զարգանում են միայն այն հասարակություններն ու այն ժողովուրդները, ովքեր մի են։ Իսկ մի լինելու համար մի արժե համակարգ է պետք։ Իսկ արժե համակարգը չի կարող լինել փորը եւ կեցությունը, հա, չի կարող լինել։ Մարդիկ չեն կարող համախմբվել զուտ նրա համար, որ լավ ուտեն եւ տակտեղ լինեն, հա, լավ գեղեցիկ շորեր ակնեն։ Ուրեմն մեզ արժեքներ է պետք։ Ուրեմն այն բոլոր երևույթները, որոնք սասանում են մեր արժեքները, որոնք սասանում են մեր երազանքները, մեր ամենամեծ խոչընդոտներն են ու մեր ամենամեծ թշնամիներն են, որովհետև վերջի ինչ է անում սատանան այլափոխում է մեր երազանքները։ Մենք ուզում ենք երջանիկ լինենք, ինքը ասում է, այ տես երջանկությունը նրա մեջ է, որ թմրադեղ օգտագործես, թմրես դու։ Ու անընդհատ այս խաբկանքները մեզ շեղում են Աստծո հետ ապրելուց ու Աստծո ներկայությունից։ Երևի այսքանը այսօր մեծ միգրացիան էլ հաշվի առնելու, որպես սիրո